Տիգրան Հավինյանը լինելով Երևանի քաղաքապետ նշանակովի պաշտոնյաներին այո կարող է ասել ինչ-որ բան այն ինչ չի կատարվել, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումն է։ Մեր կուսակցությունը հայտարարություններ արել են այդ թեմայով եւ մենք շարունակել ենք մեր կուսակցության հայտարարությունների գիծը։ Բայց ժողովրդավարական երկրի կարևոր ցուցիչ չի, որ հանրային պաշտոնյան պետք է նաեւ բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն բարոյական եւ քաղաքական պատասխանատվության որոշումը կայացրեց Տիգրան Տեր-Մարգարյանը եւ գրեց. Ես լիահույս եմ, որ դուք կգնաք նաեւ Քոչարյանի հետքերով եւ բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կպահանջեք նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու սեռական հայհոյանքների համար։ Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, ես նորից ասել եմ, երբ որ մեզ կփորձեն ծեծել, մենք կպատասխանենք ծեծով, մենք չենք կարող, ես չեմ կարող կանգնել, ասել ինձ խփեք։ Դա է ասած։ Ես օրինակ եմ դա ասում, ես որպես օրինակ ես դա եմ ասել առաջին, իսկ օրվանից նորից շարունակում եմ, ասել եմ մեզ կփորձեն, այդ ժամանակ ես ասել եմ, դուք ասում եք արդարացնել, ես ասում եմ այնինչ ես ասել եմ։ Շախանը չէր ծեծի չեն ենթարկում Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ես ասեմ, քիչ առաջ նաև այլ լրատվականի ասեցի, ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կնայեն Արտուր Չախոյանի գործունեությանը որպես օտար երկրի քաղաքացի եւ ես լիահույս եմ, որ այն մարմինները, որոնք դրանով զբաղվում են, կսկսեն զբաղվել Արտուր Չախոյանի Հայաստանից դեպի։ Եթե ներողություն, օտար երկրյա հրաժարական տվեց։ Իմ անձամբ, իմ համար ես չէի ուզում, ես դեմ եմ եղել, որպեսզի պարոն Տեր-Մարգարյանը հրաժարական տա։ Տիկին Խաչատրյան, երբ ասում եք Արտուր Չախոյանը օտար երկրյա քաղաքացի է, գործակալ, նկատի ունենալով, այդ դեպքում Տիգրան Տեր-Մարգարյանը ինչու էր նրան աշխատանքի առաջարկ արել, եթե ինքը օտար երկրյա գործակալ է։ Գիտեք, Արտուր Չախոյանի օտար երկրացի լինելու այդ ամեն ինչը վերջերս նախ բացահայտվեց, անձամբ ես նույնիսկ չգիտեի, Տիգրան Տեր-Մարգարյանը ասել էր, եթե դու մտահոգ ես Երևանով, եթե դու խնդիրներ ես տեսնում ու բարձրաձայնում ես արդարացի, ես ինչքանով որ տիրապետում եմ, ես չգիտեմ այդ արի եւ այդ քո խնդիրներով գնա, թող ամեն ինչ ավելի լավ աշխատեն, եթե դու տեսնում ես այդ խնդիրները։ Փաստացի Չախոյանը բացարձակ այլ վարչականների մասով ինքը կարող էր նորից ինչ շարունակություն անել, այն վարչականում էլ աշխատանքը լիարժեք կատարել։ Հետևաբար սա ապացույց է, որ Չախոյանը ոչ թե ինքը Երևանով է մտահոգված, նոր-նորքով է մտահոգված, այլ իր քաղաքական տերերի պատվերներն է անում։ Սա թույլ տվեք ես այդպես մտածել։ Ես այդպես եմ մտածում։ Ես իմ կարծիքն ունեմ, ես այդպես կարծում եմ։ Տիգրան Տեր-Մարգարյանը որքանով վնաս հասցրեց Հանրապետություն կուսակցության։ Ոչնչով Տիգրան Տեր-Մարգարյանը վնաս չհասցրեց Հանրապետություն կուսակցության եւ Հանրապետություն խմբակցությանը։ Տիկին Խաչատրյան, ձեր կուսակցությունը կիսում է այն քաղաքական սպառնալիքը, որ երեք հնչեցրեց Տիգրան Տեր-Մարգարյանը, ասելով 2026 թվականը սարերի հետևում չէ։ Քաղաքական վախճանը, այո, կիսում ենք, մենք վստահ ենք, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու, քաղաքական։ Դուք ինչպես եք վերաբերվում, որ ձեր հենց Հանրապետություն կուսակցության տալիս հայլակ ջան։ Ինչպես իսկ դուք ինչ կերպեք մասնակցություն ունենալու։ Մենք ունենալու ենք մասնակցություն Հանրապետություն կուսակցությունը։ Իսկ ինչպես եք դուք վերաբերվում, որ ձեր հենց կուսակցությունը մի կողմից սկսում է ԵՄ անդամակցության հարց բարձրացնել օրակարգ բերել, մի կողմից էլ այսպես սպառնալիքներ։ Տեսեք, ոչ մի ԵՄ եւ քաղաքակիրթ ոչ մի երկրում չէր լինի այս ծեծու ջարդը։ Ինչի, որովհետեւ արդեն Չախոյանների, Մանուկյանների դեմը քաղաքակիրթ երկրներում առած կլինեին պատկան մարմինները։ Ցավոք, սա բաց թողումն էր իրավապահ համակարգի։ Քաղաքակիրթ երկրում բացահայտում են վատ արված աշխատանքը ու դա քաղաքակիրթ երկրում վատ արած աշխատանքը բացահայտում են, երբ աշխատանքը ավարտված է լինում, ոչ թե դեռ չավարտված։ Ես վառ օրինակ եմ, ես մի հատ էլ օրինակ։ Եթե արդեն ասֆալտը կա, եթե արդեն մենք չենք քարերը, դա նորմալ է, դա մենք չենք արել, դա այսինքն դա չի արել քաղաքապետարանը,
դա արել է այն ֆիրման, որից պատվերը, հա, վերցել է քաղաքապետանը չի տվել ավարտական եւ չի ընդունել գործը։ Հետեւաբար բոլորը կշտկեր մասնավորը եւ քաղաքապետանը նոր կընդուներ գործը։ Տիկին Խաչատրյան, բայց աշխատանքի արդյունք քաղաքացիները քաղաքապետարանից են պահանջում, չէ՞, ստեյության մեծ հաշվով։ Ոչ թե տեսեք, մենք ինչից մասին ենք խոսում։ Ես նորից եմ կրկնում, քաղաքապետարանը չէր վերցրել գործ, այսինքն չէր վճարել ամբողջովին եւ չէր ստացել գործ, ավարտական ակտ տված չէր։ Հետեւաբար այն խնդիրները, որի մասին իրենք խոսում են, մենք հիանալի տեսնում ենք խնդիրները միշտ։ Մենք մինչև չի լինում ամբողջական, մենք գործը չենք ընդունում։ Ցանկացած բան մարդ երբ իր տունը ռեմոնտ է անում, մի թերություն վերջում գտնում է։ Այո, մենք վերջացնելուց հետո գնում, տեսնում ենք թերությունները, գույքագրում ենք, թերությունները շտկվում են, ինչից հետո նոր ընդունում է քաղաքապետանը գործը։ Իսկ Արթուր Չախոյանը գնում է եւ մետրոպներն ու մնացածը գնում են այն ժամանակ, երբ որ պետք է, որ այդպիսի թերություններ գտնեն, այլ ոչ այն ժամանակ, երբ գործը ավարտված է։ Ժամկետներն ավարտված են, ժամկետների հետ կապված, չհասնելու հետ կապված ունեին տուգանքներ ֆիրման արդեն իսկ։ Ինչ վերաբերում ես վառ օրինակ բերեմ իրենց որակի, տեսեք նոր տարվա ժամանակ, երբ քաղաքի լուսավորություններ արվում, նույն մետրոպները գնացին Մալաթիա վարչական շրջան, մտան մի մանկապարտեզ, որը սեփական է, մտան մի մանկապարտեզի գույք ցույց տվեցին լուսավորությունը վարչական շրջանի իբր, որը սեփական է, նախկին վարչական շրջանի ղեկավարի միջոցներով առած իրենց սեփական ընտանեկան բանում մանկապարտեզի տարածքում դրած եւ ասում էին այ անամոթ վարչական շրջանի ղեկավարը բերել է պետական գույքը փչացնում, այնինչ սեփական գույքեր ու սեփական մանկապարտեզ։ Իրենք այդ որակն Մալաթիա Սեբաստիան համայնքում օրինակ հաղթանակ թաղամասում 2 տարի է արդեն փոսեր են, որտեղ անգամ վարորդները չեն ուզում մտնել հաղթանակ թաղամաս։ Ասում են հաղթանակի խրամատները։ Առաջնային փողոցները դա չի անում վարչական շրջանը, ժողովուրդ, դա անում է Երևանի քաղաքապետը։ Այստեղ քաղաքապետարանը։ Տեսեք ինչու՞մ է խնդիրը։ Տեսեք ինչու՞մ է խնդիրը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ թե Մանուկյանը եւ թե Չախոյանը իրենք շատ լավ տիրապետում են այն ամենին, որն է վարչական շրջանի իրավասության տակ եւ որն է Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ։ Հետեւաբար սա հենց մեր հայտարարության ամենակարևոր կետն է կուսակցության, որ այս մարդիկ իրենց քաղաքական տերերի, աշխարհաքաղաքական տերերի պատվերն են անում եւ կոնկրետ տարբեր բաներ, որոնք բացարձակ առնչություն չունեն վարչական շրջանի հետ, իրենք բերում եւ կապում են վարչական շրջանի այն ղեկավարների հետ, որոնք հանրապետություն կուսակցությունն են ներկայացնում։ Ես նորից եմ ասում, որոնք հանրապետություն կուսակցությունն են, նորից եմ ասում, խնդիր չէ, իրենք բերում են, ասենք Երևանի քաղաքապետարանի բաց թողումը կապում են վարչական շրջանի հետ եւ այն վարչական շրջանների, որը ներկայացնում են հանրապետություն կուսակցություն։